այսպես ուշադրություն սենսացիոն հայտարարություն է արել քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիում քաղաքապետի թեկնածու, ինչպես իրենք են ասում, մեր Սարիկը հայտարարել է հետևյալը, որ թեկնածուներից մեկը Թուրքիայում քաղաքական ապաստան է խնդրել եւ դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար եւ չի նշել թե խոսքը որ թեկնածուի մասն է, բայց մենք միանգամից կարող ենք ասել որի մասն է խոսքը, բայց քանի որ խոսքը բացել է Սարիկը, թող ինքն էլ շարունակի, բայց մենք կասենք, որ իր ողերին, այսպես ասած, քաղաքական հակառակորդներից մեկի մասն է խոսքը, որը անդադ քննադատում է իրեն, որին իրենք կապում են Ռուսաստանի Դաշնության հետ, բայց իհարկե այնտեղ մի թեկնածու չի, որը կապվում է Ռուսաստանի Դաշնության հետ, օրինակ Գյումրիի նախկին քաղաքապետը, որի անունն է Վարդանիկ Ղուկասյան, նա հայտարարեց հետևյալը, որ ռուսների հետ ես պայմանավորվել եմ, որ եթե ես ընտրվեմ Գյումրիի քաղաքապետ, Գյումրիում գործարաններ որ կառուցելու են, այսինքն սա Գյումրին լինելու է գործարաններ, ռուսները գալու են ներդրումներ անել։ Սա իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ անիմաստ հայտարարություն է, նույնիսկ պետք չի սա քննարկել, որտեղ սա ուղղակի խայտառակ վատ հայտարարություն է, մի բան ասեիր, որ գոնե մարդիկ միամիտ լինեին ու հավատային։ Սա մի հայտարարություն է, որ անգամ ամենամիամիտ մարդիկ չեն կարող սրան հավատալ եւ նման ձևով ժողովրդին մոլորեցնելը ցավոք սրտի դեռևս մնում է անպատիժ, բայց բոլորն էլ պատժվելու են, բոլոր նրանք, ովքեր որ կփորձեն ժողովրդին մոլորեցնել։ Մեկը Միշիկի խաղն է տալիս, մեկը ռուսների խաղն է տալիս, մեկը Թուրքիայի պասպորտ մուրացող, չգիտես ով է, որի մասին շուտով տեղյակ կլինեք բոլորդ, այստեղ մեծ խայտառակ պատկեր Գյումրիում, բայց իհարկե զավեշտանին նաև նա էր, որ դեռևս ռուսներով փորձում են հայ ժողովրդին գայթակղել։ Ռուսներով ինչ եք ուզում ապացուցել։ Ռուսները եկան մտան Ղարաբաղը ոչնչացավ։ Ռուսների 102-րդ ռազմաբազան Գյումրիին տվել է բավականին վնասներ։ Մարդասպանության մասն էլ չենք խոսում, ինչպես մեկ հոգի սպանեց մի ամբողջ ընտանիքի եւ դեռևս Գյումրիում մարդիկ կան, ովքեր որ ռուսներին, այսպես ասած, ծափարություններով, տորթերով եւ փուչիկներով են պատրաստվում դիմավորել։ Միգուցե ռուսական որոշ մարդիկ խաբել են Վարդանիկ Ղուկասյանին եւ նա այդ հայտարարությունը արել է չիմանալով, որ իրեն խաբել են եւ վստահ է ռուսներին ասել է ռուսներ իմ կողքին են, ես որ ընտրվեմ իսկականից կգան ներդրումներ կանեն, կանգնի սա ասեմ ժողովրդին, թող ժողովուրդ իմանա եւ ինձ ձայներ տա։ Հայաստանում որևէ մի ուժ Եվրոպա մեծ կլինի, Ռուսա մեծ կլինի, չի կարող ժողովրդի վստահության արժանանալ, որովհետև այդ մարդիկ ագենտներ են։ Եվրոպայի վստահորդը Եվրոպայի համար է աշխատելու, այլ ոչ թե հայ ժողովրդի։ Ռուսաստանի վստահորդները աշխատելու են Ռուսաստանի համար, ոնց որ հասկանում եք, արդեն Թուրքիայի վստահորդներ էլ կան, Թուրքիայի համար են աշխատելու։ Ընտրեք մարդկանց, ովքեր որ աշխատելու են ձեր համար, ոչ թե ռուսների կամ եվրոպացիների կամ թուրքերի, իրանք պատասխանատու են իրանց տերերի առաջ։ Եվ իրանց տերերը իրանց ոնց ասեն, իրանք իրենց այդպես էլ պահելու են։ Հայաստանի Հանրապետությունը վաղուց ջախջախված է դիկտատուրան եւ որևէ ձև այն չի կարող վերադարձվել։ Հայաստանի ժողովուրդը գնում է դեպի արդար ընտրություններ եւ գյումրեցին ինքն է որոշելու թե ով պետքա լինի իր քաղաքապետը։ Եթե ընտրի, որ ռուսները պետքա լինեն քաղաքապետ, այսինքն ռուսների հովանավորչությամբ աշխատող մեկը, ուրեմն դա այդպես է իրանց ընտրությունն է, բայց մենք խորհուրդ չենք տա։ Կոչ ենք անում ազգային անվտանգության ծառայությանը նաև պարզել, թե ով էր Թուրքիայում դիմել քաղաքական ապաստանի համար եւ հանրությանը ԱԱԾ-ն պետք է տեղյակ բայի, որովհետև դա նաև խնդիր է Գյումրիի համար, գյումրեցիները այս բային չգիտեն, թե ում են ձայն տալիս։ Եվ այսպես ուշադրություն շատ կարևոր տեղեկատվություն ադրբեջանական կողմը տարածում էր տեղեկատվություններ այն մասին, որ հայկական պաշտպանության բանակը կրակ է բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, ինչը որ որևէ ձև չի համապատասխանում իհարկե իրականությանը եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը անդադ հերքում է եւ սա առաջի դեպքը չի, միշտ պաշտպանության նախարարությունը հերքում է, որ ինչպիսի կեղծիքներ է տարածում Ադրբեջանը, բնականաբար հերթական անգամ նախապատրաստում է հող պատերազմական գործողություններ սկսելու համար եւ դա միշտ էլ տեսանելի է եղել եւ մենք մեր թշնամուն
բավականին լավ ենք ճանաչում եւ այդ թշնամին չի էլ փոփոխվել։ Հիմա խոսքը գնում է խաղաղության պայմանագրի մասին, բայց դրանք կեղծ խոսակցություններ են։ Դա Հայաստանի ժողովրդին չի կարող տալ խաղաղություն, խոսքը գնում է լիարժեք խաղաղության մասին։ Մոտակա մի քանի տասնյակ տարին դեռևս լարված է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ ստորագրումից անմիջապես հետո մենք բարեկամ ազգեր չենք դառնալու։ Մենք նույնիսկ հարևան ազգեր չենք կարող դառնալ, ինչը նշանակում, որ օրինակ առևտուր տեղի ունենա, բացվեն ճանապարհային ենթակառուցվածքները երկու երկրների միջև։ Սենց բաներ նույնիսկ տեղի չի կարող ունենալ։ Թուրքիայի հետ մենք պատերազմի մեջ չենք, բայց ճանապարհները փակ են։ Այսինքն նույն թուրքն են սրանք, եւ այդ խաղաղության պայմանագիրը, չգիտեմ, մենք օգուտ ստանալու ենք դրանից թե չէ, բայց ստացվում է, որ մենք միգուցե դրանից վնասներ ստանանք, թող Հայաստանի կառավարությունը առավել ուշադիր լինի, որովհետև Ալիևը ցանկանում է եվրոպացի դիտորդների դուրս գալը, որը խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո տեղի կունենա, իսկ այդ մարդիկ Հայաստանի սահմանից կգնան։ Կկանգնի հայ զինվորը, Հայաստանի կամ սահմանապահը, ազգային անվտանգության ծառայության զորքերը եւ Ադրբեջանի զինվորը, մեկը մյուսի դեմ։ Այնտեղ չեն լինի դիտորդները, որ հանկարծ կրակոց լինի, գնան, արձանագրեն, նկարեն եւ համապատասխան եվրոպական մարմիններին ուղարկեն այդ խախտումները, որ Եվրոպան էլ համապատասխան որոշումներ կայացնի։ Ադրբեջանի կողմից այս կեղծ հայտարարությունները, որոնք վերաբերվում են սահմանին, ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենալու եվրոպացի դիտորդների հեռանալուց հետո։ Մեղքը գցելով Հայաստանի վրա, որ հայկական կողմը կրակեց։ Սահմանին չկան եվրոպացիներ, ուրիշ ազգի ներկայացուցիչներ, մենք ենք ու ադրբեջանցիները, Ադրբեջանը ստում է։ Մեզ մեղադրում է կրակելու մեջ, ոչ մեկ հակառակը չի կարողանում ստանալ, որ մենք չենք կրակել, հայերը չեն կրակել, ոչ մեկ չգիտեն, որ հայերը չեն կրակել, Ադրբեջանը բայց պնդում է։ Եվ Ադրբեջանը ասում է, ես կրակեցի, որտեղ իմ վրա կրակել են, եւ այս հակամարտությունը, որ սկսեց սահմանին, մեղավոր են հայերը, որովհետեւ առաջին հերթին հենց իրանք կրակեցին, իրանք ագրեսոր են ու ինքը վերջում ավելացնում է, որ 30 տարի Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից զրկված է եղել եւ հայերը բռնի կերպով պահել են Ղարաբաղը, այսպես վերջում ինքը ավելացնում է, որ առավել սրտաճմլիկ լինի Ադրբեջանի կողմից ներկայացվող բոլոր այն կեղծ փաստարկները, որոնք վերաբերվում են հայկական կողմի Ադրբեջանի ուղղությամբ կրակոցներին։ Դրանք միայն արվում են հակամարտություն սկսելու համար, թե դա կլինի ինչ-որ ուղղությամբ կրակոցներ եւ այլն, որովհետեւ այսօր մի քանի պետություն կա, որոնք ատամները սրած պահանջում են Սյունիքի միջանցք, որը կպահի երրորդ պետության զինվոր, այսինքն հայկական զինվորի ներկայություն իրանք չեն